զինված այլևս բավարար իրավական գիտելիքներով։ Ես ունեմ տեղեկություններ, ընդ որում դա ոչ թե արատավորող, այլ ճիշտ հակառակը իրեն շատ պատիվ բերող տեղեկություն է, որ պարոն Գրիգորյանը իր զինվորական ծառայությունը անցկացրել է Արցախում։ Հիմա ես ուզում եմ իմանալ, ցանկացած զինվորական, մենք իհարկե միջնորդություն կներկայացնենք դատարանին, երբ որ գա այդ փուլը, պաշտպանության նախարարությունից ստանալու համար Վահե Գրիգորյանի անձնական գործը, ցանկացած զինվորական, երբ որ զինվորական ծառայության է անցնում, տալիս է զինվորական ծառայության անցնելու երթում։ Մասնավորապես ենթադրում եմ, որ պարոն Գրիգորյանը ասել է, որ ես Վահե Միշե Գրիգորյանը անցնելով ծառայության զինված ուժերում երթվում եմ ու շարունակում եմ ծառայել հայրենիքին, կատարել հրամանները, կյանք չխնայել համայն հայրենիք։ Ես որևէ տեղեկություն չունեմ, որ Վահե Գրիգորյանը եղել է ուխտադրուժ, այսինքն ակնհայտ է, որ նա բարեխղճորեն կատարել է իր պարտքը հայրենիքի հանդեպ, ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերին Արցախում։ Հիմա ես ուզում եմ իմանալ, լինելով իրավաբան, ծառայելով Արցախում, վիճահարույց չհամարելով իր ծառայության գտնվելու վայրը, տասնյակ տարիներ անց 2024 թվականին լինելով հենց այս գործով որպես զեկուցող դատավոր, ինչպես է Վահե Գրիգորյանը իր նախապատրաստած որոշման մեջ եւ նաեւ իր հատուկ կարծիքում, որը համընկնող հատուկ կարծիքի որոշման է, այսինքն ակնհայտ է նրա մոտեցումը, ընդունում է ըստ էության, տալիս է մեկնաբանություններ Հայաստանի անկախության հռչակագրին, Ալմատայի հռչակագրին, ըստ որի իր ծառայության վայրը դեռևս 1991 թվականից հանդիսացել է Ադրբեջանի Հանրապետություն։ Այդ դեպքում հարց առաջանում, եթե դա Ադրբեջանի Հանրապետությունն է եղել 91 թվականից, Վահե Գրիգորյանը 97 թվականից 98 զինվորական ծառայության մեջ է գտնվել Ադրբեջանի Հանրապետությունում, դա մեղադրանք է, որը հիմա ներկայացված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այդ դեպքում ես ուզում եմ իմանալ ինչու պարոն Վահե Գրիգորյանը հիմա չի գտնվում Բաքվի դատարանում, ինչպես որ դեռ գտնվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ այլ ռազմագերիներ։ Եթե նա այն ժամանակ հայրենանվեր ծառայությունը իրականացրել, իսկ իմ կարծիքով նա այդպես է եղել, եւ հիմա է ասում, հիմա է փոխվել իր մոտեցումները, ես ուզում եմ հասկանալ ինչ հանգամանքներով է դա եղել։ Այսինքն միգուցե նա արդեն դավաճանություն է իրականացնում մեր պետության հանդեպ, այդ դեպքում ինչի չի գտնվում Հայաստանի Հանրապետության քրեական դատարանում, բայց պարոն Գրիգորյանը հիմա գտնվում է մարդու եվրոպական դատարանում։ Հատում է ձեր մտքի տրամաբանությունը դատարան հասկանալի է, բայց փորձեք մեղադրանքի շշեղել։ Ես մեղադրանքային եզրակացության հետ արտահայտության շրջանակներում պատասխանում։ Ես հասկանում եմ, բայց այնուամենայնիվ դուք ավելի փորձեք մեղադրանքի շրջանակներից այդքան դուրս չգաք, դուք ավելի եք դուրս գալիս, քան պետք է մեղադրանքից դուրս մի եկեք։ Փորձեմ Որովհետև դուք ցուցմունք տալու իրավունք եք ունենալու ձեր ցուցմունքում, եթե ցանկանաք ցուցմունք տալ, կարող եք ցուցմունք տալ։ Սա զուտ բացման խոսք է։ Մեղադրանքի վերաբերյալ ձեր կարծիքը։ Շնորհակալ